Գազայի հատվածում հրադադար հաստատվելուց հետո մոտ 250,000 մարդ վերադարձել է Գազա քաղաք, ևս գրեթե 200,000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ, ավելացել են հումանիտար մատակարարումները։ Հրադադարի և գերիների ազատ արձակման մասին համաձայնությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից, Իսրայելից հայտարարել են, որ Ցահալի ուժերը հետ են քաշվել համաձայնեցված գծեր, սակայն չեն լքելու Գազայի հատվածը, քանի դեռ Համասը չի չեզոքացվել։ Համասը հույս է հայտնել, որ պատերազմը վերջնականապես դադարեցվել է, միևնույն ժամանակ շարժումը բացառել է, որ կարգավորումից հետո Գազան կարող են վերահսկել արտաքին ուժերը։ Սակայն Համասը եւ այլ խմբավորումներ ողջունել են արաբական եւ միջազգային մասնակցությունը տարածաշրջանի հետ պատերազմյան վերականգնմանը։ Շարժումը հայտարարել է, որ չի պատրաստվում լուծարվել, փոխարենը կարող է ինտեգրվել պաղեստինյան ապագա բանակին։ Իսրայելական կողմն էլ թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերից զոհված զինվորականների թիվը, պաշտոնական տվյալով զոհվել է իսրայելցի 914 զինվոր, նրանցից 467-ը ցամաքային գործողությունների ընթացքում։ Կիևը հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Օդեսայի մարզի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, վնասվել են էներգասարքավորումներ, բնակելի տներ, տուժել է 1 մարդ։ Չեռնիգովի շրջանում էլ էներգետիկ ընկերության աշխատակիցներ են զոհվել, տեղական իշխանության տվյալով թիրախավորվել է նաև նրանց օգնության հասած հրշեջ մեքենան։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 42 ԱԹՍ խոցելու մասին, թիրախում են եղել Ռոստովի, Ուլյանովսկի, Վորոնեժի մարզերը, Բաշկորտոստանի Հանրապետությունը, Վոլգոգրադում կան ավերածություններ և տուժածներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, Ուկրաինայի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Գազայում հրադադարի համաձայնության կապակցությամբ։ Եթե հնարավոր լինի դադարեցնել պատերազմն այդ տարածաշրջանում, ապա մյուս հակամարտություններն էլ կարող են կարգավորվել, այդ թվում Ռուսաստանի վարած պատերազմը, նշել է նա։ Զելենսկին նաև հայտնել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ռուսական հարվածների մասին։ Քննարկել ենք հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հեռանկարը եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, կան հզոր գաղափարներ, մանրամասնել է նախագահը։ Նրա խոսքով հարկավոր է, որ Մոսկվան պատրաստ լինի ներգրավվելու իրական դիվանագիտությանը։ Դրան կարելի է հասնել ուժով, եզրափակել է Զելենսկին։ Հունգարիայի վարչապետը ստորագրահավաք է հայտարարել Եվրամիության մյուս պետությունների ղեկավարների ռազմական ծրագրերի դեմ։ Եվրոպան սրընթաց մոտենում է պատերազմին։ Մի քանի շաբաթ առաջ Կոպենհագենում ներկայացվեց Բրյուսելի ռազմական ծրագիրը, ըստ որի Եվրոպան վճարում է, ուկրաինացիները պատերազմում են, իսկ Ռուսաստանը պետք է հյուծվի, նշել է Վիկտոր Օրբանը, հավելել՝ Հունգարիան դեմ է դրան։ Նա մեղադրել է Բրյուսելին այդ դիրքորոշման պատճառով Բուդապեշտին ճնշելու համար։ Եվրոպական երկրներում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի ֆոնին Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Ռուսաստանի սահմանների մոտ 12-ժամյա օդային մշտադիտարկում են իրականացրել, ըստ Reuters-ի հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Ջոն Հիլին նշել է, որ դա կարևոր համատեղ առաքելություն է և միասնության ազդանշան Ռուսաստանի նախագահին։ Բացի այդ, նախարարի խոսքով գործողության արդյունքում ՆԱՏՕ-ն հետախուզական արժեքավոր տվյալներ է ստացել։ Էմանուել Մակրոնը պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում։ Լեկորնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին, վարչապետի պաշտոնում մնալով ընդամենը 27 օր։ Նա X էջում գրել է, որ ընդունում է իրեն վստահված առաքելությունը պարտականության զգացումից ելնելով։ Լեկորնյուն խոստացել է անել հնարավորը մինչև տարեվերջ Ֆրանսիայի պետբյուջեի հետ կապված խնդիրները հասցեագրելու համար։ Պետք է վերջ դնենք քաղաքական ճգնաժամին, որը զայրացնում է ֆրանսիացիներին, նշել է պաշտոնյան։ Լեկորնյուն պետք է ձևավորի նոր կառավարություն, ապա ներկայացնի 2026 թվականի բյուջեն, որի նախագծի շուրջ առկա տարաձայնություններն էլ հենց դարձել են նախորդ վարչապետ Ֆրանսուଆ Բայրուի հրաժարականի հիմնական պատճառը։ Լեկորնյուի վերանշանակմանն ընդառաջ Մակրոնն ընդունել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղաչ և ծայրահեղ ձախ կուսակցությունների։ Հանդիպումից հետո պաշտոնյաները չեն բացառել, որ դեմ կքվեարկեն Լեկորնյուի կառավարությանը։ Ֆրանսիայում սեպտեմբերի 18-ից զանգվածային ցույցեր էին սկսվել, քաղաքացիները դժգոհում են իշխանության բյուջետային ծրագրերից, պահանջում չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը և չբարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Դիանա Գասպարյան, լուրեր։